Այն ինչ ազգային է, նաև միջազգային է։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը այս տարի 21-րդ անգամ է համախմբում տաղանդավոր արտիստների աշխարհի տարբեր ծայրերից։ 18 երաժիշտ 12 երկրից պայքարելու են լավագույնի տիտղոսի համար։ Մրցույթի մեկնարկն ազդարարվեց հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Լոնդոնից եմ եկել շատ ոգևորված եւ ուրախ եմ Խաչատրյանի անվան այս մրցույթին մասնակցելու համար։ Չնայած որպես դիրիժոր երբեք չեմ ղեկավարել նվագախումբ, որը կկատարեր Խաչատրյան, բայց որպես դաշնակահար նվագել եմ դաշնամուրի կոնցերտը։ Իսկապես հիացած եմ նրա արվեստով, այն պարզապես սքանչելի է։ Այս մրցույթը շատ մեծ անուն ունի արդեն ամբողջ աշխարհի երաժիշտների մոտ եւ 21-րդ անգամ անցկացնել աշխարհով մեկ ցնցել բոլոր կլասիկ երաժիշտներին, դա պետք է կարողանալ։ Մրցույթը ամեն տարի 4 տարբեր մասնագիտական կարգերով է անցկացվում՝ դիրիժորություն, ջութակ, թավջութակ եւ դաշնամուր։ Այս տարի հերթը դիրիժորությանն է։ Նախընտրական փուլին աշխարհի 65 երկրից 260 դիմորդ է եղել։ Միջոցառման կազմակերպիչ ընկերությունից նկատում են այս աննախադեպ մասնակցությունն արդեն իսկ խոսում է մրցույթի հաջողության, հեղինակության ու դրա նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ 18 տաղանդավոր դիրիժորներ, բավականին փորձառու, բավականին հետաքրքիր ճանապարհ անցած երաժիշտներ Խոստումնալից եկել են Հայաստան եւ Խաչատրյանի երաժշտության շուրջ համախմբվել են եւ պայքարելու են լավագույնի համար։ Հայ մեծ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթի բացման արարողությունը նշանավորվեց նաեւ հրավիրյալ աշխարհահռչակ ջութակահար Նինֆենի մասնակցությամբ, որը Խաչատրյանի ջութակի կոնցերտը կատարեց միջոցառման պաշտոնական նվագախմբի Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագակցությամբ։ Օրը խաչատրյանական է, ծրագրում Սպարտակ բալետից հատվածներ են լինելու, որը կներկայացնի ղեկավարի համերգը Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժորը։ Սիրում եմ Խաչատրյանի բոլոր գործերը, բայց ամենից շատ երկրորդ սիմֆոնիան։ Խաչատրյան կոմպոզիտորը ասես մշակութային դեսպան լինի, որն իր արվեստի շուրջ է հավաքել մեզ բոլորիս ու այս երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին։ Գնահատելու ենք մասնակիցներին ըստ իրենց պրոֆեսիոնալիզմի, արտիստիզմի, տեխնիկայի։ Միջազգային ստուգատեսի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Մրցույթի մասնակիցների կատարման պարտադիր ծրագրում ընդգրկված են նաև Խաչատրյանի ստեղծագործություններից։ Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին պարգևատրման արարողության եւ գալա համերգի ընթացքում։ Սվետլանա Ավդիշյան, Ժամ լրատվական։